Համար 19 Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում փոփոխություն եւ լրացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2069 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդասյան, պարոն Ղուդասյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 միլիարդ 828 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկում է 14 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել, համապատասխան ցանկը ձեր թույլտվությամբ, պարոն փոխվարչապետ, ներկայացնեմ։ Թալին համայնքի Աշնակ, Մաստարա, Արտենի բնակավայրերում խմելու ջրագծերի ցանցի հիմնանորոգում աշխատանքների 60%-ը կատարված են։ Արարատի մարզ, Արարատ համայնքի Երաս, Խլանջար, Ուրցալանջ եւ Պարուսեվակ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ կատարված է աշխատանքների 95%-ը։ Արմավիրի մարզ, Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ հողակի շենքի հիմնանորոգում աշխատանքները ավարտված են։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Չարենց փողոցի Շահումյան Աբովյան հատվածի հիմնանորոգում, Միասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Վարդենիկ, Զոլակար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար եւ Երանոց բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Ձորագյուղ բնակավայրում կամրջի եւ պաշտպանիչ պատի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի եւ 10-րդ փողոցի հատման խաշմերուկում ընկած հատվածի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի Արակից հրապարակի մայթերի քարե սալիկներով կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի բնակավայրի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդենիկ, Զոլակար, Լիճք, Ծովասար, Երանոց բնակավայրերում խմելու ջրագծի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թաթերական, Սոսարքսյան փողոցների հիմնանորոգում աշխատանքները ավարտված են, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման եւ էներգոարդյունավետության արդիականացում կատարված է աշխատանքների 90%-ը, Տաշիր համայնքի Նովոսելցովո եւ Մեղրաովիտ բնակավայրերի գազաֆիկացում կատարված է աշխատանքների 70%-ը, Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Ձորամուտ, Պաղաղբյուր բնակավայրերում ճանապարհների վերանորոգում սալարկմամբ կատարված է աշխատանքների 70%-ը, Սպիտակ համայնքի Սպիտակ, Կատնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր եւ Մեծ Պառնի բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով կատարված է աշխատանքների 90%-ը, Սպիտակ համայնքի Արչահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում կատարված է աշխատանքների 80%-ը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում աշխատանքները ավարտված են, Կոտայքի մարզ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ, 18-րդ փողոցի ասֆալտապատում աշխատանքները եւս ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 4-րդ եւ 8-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Զար բնակավայրի ջրատարի վերակառուցում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 15-րդ փողոցի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու, Սևաբերդ բնակավայրի 5-րդ փողոցի սալարկում տուֆով աշխատանքները ավարտված են, Նոր Հաճն համայնքի Նոր Հաճն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի եւ Քարաշան բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում աշխատանքները եւս ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքները ավարտված են,
Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոց առաջին եւ 3-րդ նրբանցների, Մարմարիկ բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոցների 2-րդ նրբանցք, 5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգում, ասֆալտապատման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում աշխատանքները ավարտված են։ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի առաջին, 2-րդ, 8-րդ, 10-րդ փողոցների շարունակելի հատվածների, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ եւ 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են։ Նայիրի համայնքի Քասախ Պրոշյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Օգտվելով առիթից նաև կուզեմ նշել, որ չզեկուցվող հարցերով մենք ընդունեցինք ուրեմն 8 համայնքներում հրատապ լուծում պահանջող 8 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 129 միլիոն դրամ է։ Ըստ մարզերի այդ ծրագրերը բաշխված են Արագածոտնի մարզում 3 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 3 ծրագիր, Սյունիքի մարզում 1 ծրագիր, Տավուշի մարզում 1 ծրագիր, նաև չզեկուցվող հարցերից մեկ այլնով էլ մենք ճանապարհների բարեկարգման, նախագծերի ձեռքբերման, փորձաքննությունների անցկացման եւ ավարտված աշխատանքների 5 Որոշմամբ ամփոփում ենք տարվա ընթացքում նախատեսված անելիքը, թե դեռևս որոշում կայացնելու կարիք կունենանք։ Պարոն վարչապետ, մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, դա մեծ հավանականությամբ կլինի կառավարության հաջորդ նիստին։ Մենք պլանավորում ենք այս տարին բարելավել նախորդ տարվա ցուցանիշները եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա, ամսի 18-ի նիստը կլինի մեծ հավանականությամբ վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո նաեւ մարզպետի աշխատակազմերը հաջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին եւ համայնքներն էլ հնարավորություն ունենան շինարարներին պատշաճ վճարել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար